Վերջը շատ հաճախ քննարկվում է խաչի տեսքով այս դեկորի թեման, որը գտնվում է Պրագոմոշում, նախ ասեմ, որ ես ոչ մի քաղաքական ուժի հետ կապ չունեմ եւ Սիրուշային շատ եմ սիրում որպես կինգործար, բայց ես որպես մարդ, ով զբաղվում է տարիներով արտաքին գովազդով, կցանկանամ մի փոքր մասնագիտական բարձրաբանում մտցնել այս իրավիճակում։ Շատերը չգիտեն, բայց այո, կան արտաքին գովազդի հետ կապված հստակ չափորոշիչներ ու կանոններ եւ դրսի հատվածում տեղադրված այն տարրերը, որոնք որ իրենց մեջ պարունակում են ինչ-որ տեղեկատվություն, տեղեկատվության միջոցներ, ապա դրանք համարվում են արտաքին գովազդ։ Տվյալ դեպքում խաչը իրենց զարդի տեսքով է, հետեւաբար արդեն ինֆորմացիա է փոխանցվում իրենց զարդի կամ իրենց բիզնեսի վերաբերյալ։ Նմանատիպ իրավիճակներում կամ ապամոնտաժվում է տվյալ արտաքին գովազդը կամ կախվում է ներսից մինիմում 60 սանտիմետր խորությամբ, որպեսզի չհամարվի արտաքին գովազդ։ Սա նոր երևույթ չէ եւ հուսով եմ, որ կապ չունի որևէ անձի, բիզնեսի կամ քաղաքական ուժերի հետ։ Նման կանոնակարգերը տարիներ շարունակ օգտագործվում են Երևանում, բայց արդարության համար ասեմ, որ Երևանի տարածքում ես տեսնում եմ շատ ու շատ արտաքին գովազդներ, որոնք ընդհանրապես չեն համապատասխանում արտաքին գովազդի չափորոշիչներին ու կանոններին, բայց նրանք մինչև հիմա այնտեղ տեղադրված են ու ոչ մեկ չի մոտենում դրանք ապամոնտաժելու կամ օրինակ տուգանելու համար։ Եվ մեկ կարևոր խորհուրդ գործարների նմանատիպ խնդրահարույց իրավիճակներից խուսափելու համար նախորոք էսքիզը տրամադրեք քաղաքապետարին ու թաղապետարին, ստացեք հաստատումը, հետո նոր տեղադրում իրականացրեք, որպեսզի նմանատիպ անախորժ իրավիճակներից կարողանաք խուսափել։